Ով է լինելու ձեր վարչապետի թեկնածուն։ Մենք դրա մասին խոսելու ենք, բայց այստեղ կարևորը ոչ թե ով է լինելու վարչապետի թեկնածուն, մենք հասկանում ենք, որ այսօր հնարավոր չէ իշխանափոխության հասնել, դա օբյեկտիվ իրականություն է, մեր նպատակն է ընդդիմափոխությունը։ Մենք կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետությանը օդ ու ջրի պես պետք է ընդդիմափոխություն, նոր ընդդիմություն, որովհետև այսպիսի ընդդիմության հետ մենք ունենանք այսպիսի իշխանություն։ Մեզ պետք է ընդդիմություն, որը ոչ թե կլինի բոբո բնակչության աչքերում, այլ կլինի այլընտրանքային իշխանություն, որը իշխանությանը կքննադատի ոչ թե լավ գործերը շատ լավ անելու համար, այլ կքննադատի իշխանությանը, որ դու ինչու չեք անում այս լավ գործը ավելի լավ։ Հիմա դուք ոնց եք պատկերացնում, որ ընդդիմությունը դուք եք լինելու, երբ որ մի կողմ Սամվել Կարապետյանն է իր միլիարդավոր դոլարներով, մյուս կողմ Քոչարյանը էլի ոչ պակաս միլիարդներով, Ծառուկյանը, որ Հայաստանի հարուստ մարդկանցից մեկն է, ինչպես է կարողանալու ժողովրդին համոզել եւ քվեները, որ նրանց փոխարեն տան ձեզ։ Մեզ ընտրողը դա Սամվել Կարապետյանն եւ Ռոբերտ Քոչարյանի ընտրողը չի։ Իսկ մենք նպատակ չունենք Սամվել Կարապետյանից եւ Ռոբերտ Քոչարյանից Սերժյանից քվե վերցնել, դա անտրամաբանական է։ Քոչարյան ընտրողը Քոչարյանն է ընտրելու կամ Կարապետյանն է ընտրելու։ Չէ, բայց ինչու դուք կարծում եք, որ չեք կարողանալու մարդկանց մոտ կարծիք փոխել։ Իրենք բոլորը նույն ընտրողների խավն ունեն։